Բարև ձեզ, ոնց եք։ Ես հարց ունեմ։ Համեցեք։ 3 տղա ունեցողների։ Եկեք մի հատ առաջ։ 3 տղա ունեմ, 3-ն էլ ամուսնացնելու են։ Ծրագիր չունեք այդպիսի էլի, ասենք որ Որ ինչ անենք։ կարողանանք ամուսնացնենք։ Ամուսնացնելու ծրագիր չունենք։ Ամուսնացնելու։ Վարչապետ, ես ուզում եմ իմանամ, ասենք 3 տղա ունեմ, 3-ն էլ ամուսնացնելու։ Այդպես ծրագիր եմ ուզում, Ինչ ծրագիրի։ ամուսնացնեմ, տեղավորեմ։ Ինչ ծրագիր։ Քան ապահովենք։ Ինչ ծրագիր։ Քան տարեկան է։ Մեծը 30։ 30 Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման։ Չէ, մի րոպե, մայրիկը 30 տարեկան տղաների մասին է խոսում։ 30 տարեկան տղաները մեծը 30։ պետք է աշխատեն, պետք է աշխատեն, պետք է սիրահարվեն, ամուսնանան, կառավարությունը ինչ անի։ Իսկ դուք 3 աղջիկ ունեք, մեկին չեք առաջարկել։ Ես չէ, որովհետև աղջիկների որոշումը ես չեմ կարող կայացնեմ, որոշումը իրանք հասուն մարդիկ են, իրանք պետք է կայացնեն։ Մեծերը, փոքրը։ Շնորհակալություն, բայց կուզենամ որ մտածեք։ Մենք չէ, տեսեք, պարոն Թորոսյան, եկեք այն սոցիալական ծրագրերը։ Նախ մենք ինչ սոցիալական ծրագրեր ունենք։ Նախ մենք ինչ ենք, մենք մարդկանց մղում ենք կրթության եւ աշխատանքի, որ կրթվեն, աշխատեն, աշխատանքով վաստակեն, որովհետեւ նրանք ովքեր ունեն շատ լավ կրթություն, նրանք սոցիալապես ապահովված են։ Երկրորդը, երեխայի, երբ որ ամուսնացան, երեխայի նոր կազմված ընտանիքների համար հիպոթեկի աջակցության ծրագիր ունենք, կանխավճարը հիպոթեկի վճարվում է։ Հետո երեխա ունենալու դեպքում մենք բան ենք անում, հիպոթեկի որոշակի չափով միանվագ վճարում ենք անում։ Երկրորդ երեխայի դեպքում էլի աշխատում է ծրագիրը։ Երրորդ երեխայի դեպքում մինչև 6 տարեկանը ամիսը 50,000 դրամ աջակցություն ենք ցուցաբերում։ Մայրիկին մինչև 2 տարեկան խնամքի համար կապված 50,000-ից 31.5-ից մինչև 31-ից 60,000, այսինքն ամուսնանալու հարցում մենք մեր դերակատարումը չենք տեսնում, ամուսնությունից, բայց խրախուսում ենք, ամուսնությունից հետո հետագա կյանքում ուղեկցում ենք։ Մտածեք մյուս բաների մասին։ Լավ է։ Շնորհակալություն, որ դուք եք, պարոն։ Ես եմ շնորհակալ։ Շատ